Ախուրյան համայնքի երկարամյա ֆերմեր Ատոմ Մաթևոսյանը տարիներ շարունակ զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ։ Այս տարի գարնանացանի համար նախատեսել է 7 հեկտար գարի, իսկ արտենցանված ունի մոտ 18 հեկտար բարձր էլիտայի ցորեն։ Ներվզված Ռոստովի կամ Կրասնոդարի մարզերից ծերմատնտեսություններից ենք բերում։ Հիմնական բերողներից ենք մենք գնում էլի։ Մինչ գարնան լիարժեք մեկնարկը եւ ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը, ֆերմերը արդեն պլանավորում է, թե ինչպես օգտվի բուսաբուծության պետական աջակցության ծրագրից։ Նրա խոսքով սուբսիդավորման մեխանիզմը կարևոր խթան է հատկապես բարձրորակ հավաստագրված սերմերով աշխատելու դեպքում։ Գիտեք, Ախուրյան համայնքը արդեն պատկերացրել է ազատ հողատարածքներ չկա։ Երբ սուբսիդը լինում է, բոլորը ցանում են։ Մոտավորապես ձեզ ասեմ 80,000 դրամի աջակցություններ հեկտարի հաշվով։ Դա բավականին գումար էր, ճիշտ է այն գումարը չէ գյուղատնտեսությամբ զբաղվելը, բայց դե ամենայն դեպս էլի փոքր միջին ձեռնարկատերերին բավականին գումար էր էլի։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշում է, տարեց տարի մարզում աճում են ցանկատարածությունները, ինչը ծրագրի արդյունավետության մասին է վկայում։ Վերջին 2 տարիներին գարնանացան հացահատիկային, ադիգնդեղի եւ կերային մշակաբույսերի ցանկատարությունների ավելացումը, որը յուրաքանչյուր տարի նախորդի հետ համեմատությամբ ավելանում է եւ 2025 թվականի բուսաբուծության աջակցության ծրագրում ներառված էր նաեւ աշնանացան ցորենի ցանկատարությունները եւ 26 թվականի բերքի տակ իրականացվել է մեծ քանակի ցանկատարություն, շուրջ 19500 հեկտար աշնանացան ցորենի ցանկ է իրականացվել, սա լուծում է եւ հողերի մշակելիության բարձրացման հարցը եւ բարձրորակ սերմացուներով ցանկ իրականացնելու հարցը։ Կառավարությունը այս տարի եւս 50%-ով կսուբսիդավորի գարնանացանի ծախսերը, եթե ֆերմերները հացահատիկային, հատիկնդեղեն եւ բազմամյա կերային մշակաբույսերը մշակեն հավաստագրված սերմերով, պետությունը կփոխհատուցի կատարված ծախսերի կեսը։ Այդ ծախսերը ժամանակ առ ժամանակ ջուրն են ընկնում կամ ավելի կոնկրետ կարկուտն է տանում։ Ֆերմերները լավ գիտեն, որ ռիսկերից ապահովագրվել է պետք, ուստի վերսկսվել է նաեւ գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը։ Միակ երաշխիքն է։ Այն ներառում է մի շարք պտղատու եւ դաշտային մշակաբույսեր կարկուտից, գարնանային ցրտահարությունից եւ երաշտից պաշտպանվելու համար։ Մեր մարզի տարածքում հաշվի առնելով, որ հիմնականում հացահատիկային մշակաբույսերի ցանկատարություններն են ավել եւ կարտոֆիլի, մեր մարզի տնտեսվարողները կարող են օգտվել գարի, ցորեն, վարսակ եւ կարտոֆիլ մշակաբույսերի ապահովագրության մեխանիզմից։ Ֆերմերները նշում են, նախորդ տարի կարկտահարությունից հետո տրամադրված պետական փոխհատուցումը ամբողջությամբ չի ծածկել վնասները։ Նոր ապահովագրական մեխանիզմը նրանց համոզմամբ հնարավորություն կտա առավել վստահ պլանավորել աշխատանքները եւ նվազեցնել ռիսկերը։ Դες այս տարի կարկտահարության համար գումար հատկացրեցին, դա կազմեց ընդամենը 10%, ես ասեմ, հատկացված գումարի կարկտահարության։ Իսկ այդ ապահովագրությունը մինչև 40-50% հատուցում ենք ստանալու մենք։ Դա մեծ բան է։ Ապահովագրական պայմանագրի ծախսերը պայմանավորված են մի շարք հանգամանքներով։ Կախված է հողի գոդիականությունից, ջրովի կամ անջրդի լինելու հանգամանքից եւ մշակաբույսի տեսակից, դրանով պայմանավորված տարբեր է, ապահովագրական ծածկույթներն է յուրաքանչյուր մշակաբույսի եւ գոդիականության համար տարբեր արժեքներ են ներառված։ Համայակյանի խոսքով նախորդ տարվա կարկտահարությունից հետո մարզում շուրջ 264 միլիոն դրամ փոխհատուցում է տրամադրվել։ Նոր համակարգը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս պայմանագրային հիմունքներով կառավարել իրենց ռիսկերը եւ վնասի դեպքում ստանալ ապահովագրական փոխհատուցում։ Դա կարող է բացվի բոլորի սերդերով, միշտ ուրախարիտերով։ Մեր երկերն էլ առատություն լինի։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։